Բոլոր այս կոր գծերը կորաքանոնով չեն կառուցում, այլ կառուցում են աղեղներով, որպեսզի աղեղը գտնեն, այստեղ ուսի այս գիծը շարունակում են, այնքան մինչև հատվի այս կետից սա մեր մեջքի թևատակի անկյան գծի շարունակությունն է, այսինքն մինչև հատվեն գծերը իրար։ Այնուհետև կառուցում են հատվող աղեղներ, այստեղ ցույց տամ, կառուցվում են հատվող աղեղներ եւ այդ շարավիղը արդեն այդ կետը ընդունելով որպես շրջանագծի կենտրոն կառուցում են այդ աղեղը, որը միացնում է 332 կետը, այսինքն մեջքի թևատակի անկյունը ուսի գծին, այս ուսահոդի գծին 14 շտրիխին, բայց մեր աշխատանքի մեջ ես այդ աշխատանքը չեմ կատարում։ Գրքի մեջ գրված է, որովհետեւ այդպես ճիշտ է, որ իմանաք։ Ես դնում եմ կորաքանոնը այնպես, որ հարմար լինի, ես նայում որ գիծ ունենա որոշակի շարունակություն այս հատվածում եւ ձևավորում այնպես, որ այս կետը եւ այս կետը ունենան գեղեցիկ կոր միացման գիծ։ Ես այսպես աշխատում եմ իմ աշխատանքներում, երբ որ անհատական պատվերների համար է, իսկ եթե ես աշխատում եմ օրինակի համար պետք է լեկալը բազմացնեմ, ապա ես այս գործողությունը կատարում եմ, որպեսզի այս գիծը լինի ոչ թե կորաքանոնի գծած գիծը, այլ այնպես ինչպես որ մեթոդն է առաջարկում։